Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում քաղաքագետ Ստեփան Դանելյանը, շնորհակալ եմ պարոն Դանելյան, մեր հրավերն ընդունելու համար, նախորդ շաբաթ ուրեմն հայտարարվեց, որ Ադրբեջանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական այդ բանակցությունների ընթացքում 17 կետերի շուրջ վերջնական համաձայնություն է արդեն ձեռք բերվել, վերջին երկու կետերը, որոնք իբրև թե վիճելի են հայկական կողմեր, դա էլ է ընդունվել, հա, եւ հետո Արադ Միրզյանը խոսեց, ասաց պատրաստ ենք ստորագրման, մնացել է ստորագրման տեղի եւ ձևի մասին պայմանավորվել, հետո ադրբեջանական կողմից լսեցինք նոր բաներ, որ այո, խաղաղության համաձայնագիրը մենք համաձայնեցրել ենք, դա լավ է, բայց դա ստորագրելու համար դուք պետք է կատարեք այս պահանջները, որոնցից ամենակարևորը այն է, որ պիտի փոխեք ձեր սահմանադրությունը, հա։ Տրամաբանական էր Ադրբեջանի վարքագիծը եւ ինչի կարող է բերել սա։ Ադրբեջանի վարքագիծը շատ տրամաբանական է եւ եթե լսում ենք Ադրբեջանի նախագահին կամ ադրբեջանական լուրջ փորձագետներին, որոնք նաև կապված են նախագահական նստավայրի հետ եւ ունեն որոշակի կշիռ, տիրապետում են ինֆորմացիային, ապա իրենք շատ բացահայտ ասում են, թե իրենց քաղաքականությունը որն է։ Այսինքն իրենք քայլ առ քայլ զիջումներ են զիջում, այսինքն իրենց բոլոր այդ 17 կետերը, որը իրենք ցանկանում են եւ իրենց ասելով իրենք են կազմել, իրենք են թելադրել, այդ զիջումները ստացել են, ասել են ծալում ենք, դնում ենք մի կողմ, դեռ չենք ստորագրում։ Հիմա գնում ենք հաջորդ զիջումներին։ Այսինքն իրանց պետք էր, որ այդ 17 Հիմա մեր պահանջները կատարելու համար նոր պահանջներ պետք է կատարենք։ Այո, այս պահանջները կատարեցիք, այնպես դեռ չենք ստորագրում։ Մինչև ստորագրելը մյուս պահանջները պետք է կատարեք։ Եվ նաև ինչն հետաքրքիր սահմանադրության հետ կապված։ Իրենք բացահայտ ասում են, լավ, սահմանադրությունը ենթադրենք Հայաստանի գործող իշխանությունը պատրաստ է փոխել, բայց կարող է Հայաստանի հանրությունը իր համաձայնությունը չի տալիս։ Ասենք վերահսկող հանձնաժողով պիտի բան։ Կամ ասենք Հայաստանի հանրությունը դեմ է քվեարկում, կամ Հայաստանում իշխանափոխություն է լինում, գալիս են նոր ուժեր, որոնք այլ տեսակետներ ունեն, ապա այդ դեպքում ինչ է լինելու։ Այսինքն իրենք այդ 17 կետերը արդեն ստացել են, որ ամբողջովին իրենց կետերն է, գնում են հաջորդ կետերին։ Եվ ամեն անգամ, երբ որ Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տալիս, դրանից 2-3 օր առաջ հայտարարություններ են լինում, որ ադրբեջանական կողմը ասում է, որ հայկական սահմանապահները կրակում են եւ այլն, եւ դրանից հետո այս քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ասում են պատերազմի վտանգ կա եւ դուրս են գալի, ընդունում են հերթական պահանջները։ Հիմա այս 17 կետերը իրենք ստացել են իրենց ուզածը, դրել են մի կողմ։ Հիմա մյուս կետերն են իրենք պահանջում։ Դեղ Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին կետ չկա, սահմանադրության մասին կետ չկա եւ այլն։ Հիմա այս կետերի շուրջ իրենք պետք է ստանան այն, ինչ որ իրենք ցանկանում են։ Այսինքն Ադրբեջանի պահվածքը շատ տրամաբանական է։ Հիմա նաև պատերազմի հավանականության մասին, հա, Ադրբեջանը արդեն 3-4 օրն է անդադ նման հաղորդագրություններ է տարածում, Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկում, սա զուտ հայ ժողովրդի, հայ հասարակության աչքը վախացնելու փորձ է, թե իրականում կարող է նաև այնպես լինել, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Ինչու եմ սա ասում, որովհետև Ադրբեջանում հիմա դատապարտվում է մի բլոգեր 17 թե 18-ամյա, որը զորքերի տեղաշարժեր նկարահանելու հրապարակել իր հարթակներից մեկում, եւ նա հիմա կանգնած է դատարանի առաջ, ռազմական թե պետական գաղտնիք բացահայտելու համար։ Արդյոք նաեւ զուգահեռ չի գնում պատերազմի պատրաստություն, այ որ եթե հայ ժողովրդի աչքը չվախենա հայտարարություններով, գործողություններով դա ցույց տան, որ պատերազմ կա։ Ադրբեջանը իր շահերից ելնելով շատ ճիշտ է անում, որ այդ բլոգերին դատում է,
որտեվ ինչ է նշանակում նկարանել զորքերի եւ տեղաշարժը եւ գցել համացանց եւ 20 թվականին առաջ եւ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո Հայաստանի իշխող իշխանությունը նման քայլեր չարեց։ Հիշում եք պատերազմի ժամանակ Facebook-ում ինչ նյութեր էին գնում, իսկ Facebook-ը պետք էր փակել։ Այսինքն Ադրբեջանի իշխանությունը իր երկրի շահերից ելնելով շատ ճիշտ քաղաքականություն է վարում եւ նման բլոգերին դատելով մյուսներին զգուշացնում է։ Ցավոք սրտի Հայաստանում նման բան ոչ ոք չի անում եւ չէր էլ անում մինչեւ 18 թվականը։ Այսինքն Ադրբեջանը իր ազգային շահերից ելնելով նորից եմ կրկնում ճիշտ Գործում է որպես պետություն։ Գործում է որպես պետություն, պատերազմական վիճակում գտնվող պետություն եւ պատերազմական վիճակում գտնվող ոչ միայն Հայաստանի հետ իրականում, այլ նաեւ Իրանի հետ։ Հիմա եկեք տեսնենք Ադրբեջանը ինչի է հիմա նման հայտարարություններ անում։ Դրա համար ես կարծում եմ մի հատ պետք է նայենք իսկ դրանից առաջ ինչ է տեղի ունեցել։ Հիշում եք Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը Մոսկվայից հետո ժամանեց Բաքու։ Ուիտկոֆը։ Այո, Ուիտկոֆը ժամանեց Բաքու եւ Բաքվից գնալուց հետո ինքը հայտարարություն տարեց երկու կետով։ Հայտարարությունների մեկը նրա մասին էր, որ պետք է արդեն խաղաղություն լինի Հայաստանների եւ պայմանագիրը ստորագրի, երկրորդը բանտարկյալներին, հայ բանտարկյալներին Բաքվում պետք է բաց թողնել։ Այսինքն հանդիպումից հետո նման հայտարարություն է անում։ Հիմա փորձեք հասկանանք, այդ ինչ հայտարարություններ, իմաստը որն էր, պարզ է, չէ, որ Ադրբեջանը եւ Ալիևը չի կարող բաց թողել բանտարկյալներին, որտեղ ինքը եւ ներքին եւ արտաքին քաղաքականություն է դրա վրա կառուցել եւ ասում է, ես օրինական երկիր եմ, այ հիմա դատական գործընթաց է գնում, սրանք հանցագործներն են, սեպարատիստներն են, որոնք պատերազմ են հրահրել Ադրբեջանի տարածքում եւ ես իրենց դատում եմ։ Հա, այդ դատարանի ցուցմունքների վրա ինքը քաղաքականություն է կառուցել եւ նաեւ ներքաղաքական դաշտում ինքը իր լեգիտիմությունն է ամրապնդում։ Հիմա ոնց կարա Ադրբեջանի նախագահը բաց թողել բանտարկյալներին։ Այստեղ առաջանում է հարց. իսկ ինչի համար է Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը նման անընդունելի նախորոք գիտի, որ նման պահանջը չի կատարվելու, նման պահանջ ներկայացնում։ Ես կարծում եմ բավականին պարզ է դիվանագիտության մեջ, ինչպես նաև կրիմինալ աշխարհում գոյություն ունեն օրենքներ, որոնք շատ իրար նման են։ Այսինքն, երբ որ դու անընդունելի պահանջ ես դնում, նշանակում է դու այլ մի պահանջ կա, որը դրել ես ինքը չի կատարում, այդ անընդունելի պահանջով դու ստիպում ես այլ պահանջ կատարել։ Այսինքն, Բաքվում Ադրբեջանի հետ ինչ որ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, եւ ինքը անընդունելի եւ շատ ցավոտ պահանջ է դնում Ադրբեջանի նախագահի առաջ։ Հիմա սա Հայաստանին է վերաբերվում, թե չէ։ Ես կարծում եմ Հայաստանին չի վերաբերվում։ Պարոն Դանիելյան, տեսեք, Հայաստանի չվերաբերելու տրամաբանության մեջ մի հարց։ Կա այսպիսի վերլուծություն, թե ինչու է Ադրբեջանը խուսափում խաղաղության պայմանագրի ստորագրումից, որովհետև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ըստ էության Արցախյան այդ գործը, հա, այսպես ասած, кейսը ավարտվելու է, եւ այն ինչ որ արևմուտքը արել է Ադրբեջանի համար, դրա համար փոխհատուցելու ժամն է գալու, այսինքն ասելու են դու ստացար Արցախը, խաղաղության պայմանագիր, էլ կոնֆլիկտ չունես, քո տարածքները այսպես կոչված տարածքները ազատագրված են այս ճակերտների մեջ իհարկե, հիմա քո հերթն է փոխադարձության սկզբում ծառայություններ մատուցելու։ Արդյոք տեղին է այս վերլուծությունը եւ որն է Ադրբեջանի ծառայությունը այդ բառը։ Վստահաբար, եթե այդ ծառայություններ Հայաստանի դեմ պատերազմ վարելը չէին խաղաղության պայմանագիր ստորագրել չէին տա։ Որն է այդ ծառայությունը։ Հիմա էլի գնանք կոնտեքստին, հա, այսինքն ինչ է կատարվում։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը գնում են գործարքի, որից դուրս է եւ Եվրոպան, եւ Ուկրաինան բնականաբար առանց իրեն հարցնելու իր ճակատագիրն են որոշում եւ իրենք բացահայտ հայտարարում են նաեւ Ամերիկայի նախագահը, որ մենք մեծ փաթեթ ունենք եւ դեռ բիզնեսի հարցեր կան, մենք մեծ գործարքներ պետք է կնքենք բանում հյուսիսարուցալ օվկիանոսում, չէ, վերևում այդ ճանապարհները միասին հսկում ենք, Ռուսաստանն ունի ռեսուրսներ, որը մեզ պետք է, մենք օգտագործելու ենք, իսկ Ռուսաստանը ասում է Ուկրաինայի պատերազմի շուրջ անիմաստ է պայմանավորվել, եթե մենք գլոբալ անվտանգության հարցերի շուրջ չենք պայմանավորվում։
Եվ այս հեռախոսազրույցից հետո երկու հաղորդագրություն եղավ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կողմից։ Միացյալ Նահանգների կողմից շատ կարևոր կետ կար եւ նաեւ Ռուսաստանը։ Իրենք ասեցին, համաձայնեցին, որ Իրանը պետք է չունենա հնարավորություն, որպեսզի սպառնա Իսրայելին։ Չէ, այսինքն Ռուսաստանն էլ համաձայնեց։ Եվ նաև դրանից առաջ հիշում ենք, որ նաև առաջարկ եղավ Իսրայելի վարչապետի կողմից, որ Աբրահամյան համաձայնագրի մեջ ներառեն նաև Ադրբեջանին եւ Ադրբեջան-Իսրայել Միացյալ Նահանգներ ստեղծեն կոալիցիա, դաշնակցային կոալիցիա։ Այդ դաշնակցային կոալիցիան ում դեմ է։ Ըստաբար ոչ Հայաստանը։ Իրանի դեմ է, չէ, բնականաբար։ Եվ նաև Ռուսաստանը այդ խաղի մեջ մտել է, բայց մտել է որպես միջնորդ։ Բայց ընդունել է, որ Իրանը պետքա գնա որոշակի սահմանափակումների։ Իրանի ռահբարը հայտարարում է հետևյալը, ինքը ասում է, գիտեք ինչ, մենք Միացյալ Նահանգներին չենք վստահում, որովհետև ամեն անգամ, երբ որ մենք գալիս ենք պայմանավորվածության, իրենք նոր պահանջներ են դնում։ Այսքան ինչ որ Ադրբեջանը անում է Հայաստանի նկատմամբ։ Ասում հնարավոր չէ պայմանավորվել։ Երկրորդը ամբողջ աշխարհը զինվում է։ Հիմա մենք ոնց կարող ենք չզինվել եւ հակառակը, այսինքն սահմանափակել մեր զինանոցը, հա, եւ ինչ որ բաներից հրաժարվել։ Դրա համար այդ պայմանավորվածությունը չի ստացվում։ Հիմա այս տրամաբանության մեջ միակ տրամաբանական եզրակացությունը այն է, որ Ադրբեջանից պահանջում են ինչ-որ գործողություններ Իրանի դեմ։ Եվ Ադրբեջանը ենթադրում եմ, դա համարում է շատ վտանգավոր պահանջ Իրանի դեմ, որովհետև Իրանի դեմ առաջի հարվածի տակ ինքն է գնելու, բայց Իրանի հարցերը կլուծեն, բայց նաև Ադրբեջանը մեծ զողողությունների կգնա։ Եվ այստեղից ես կարծում եմ, որ ինքը այս Հայաստանի հետ ինչ-որ նոր կոնֆլիկտ սահմանային ստեղծելով, ինքը իր անհամաձայնությունն է հայտնում, որ այդ քայլերին չի գնա։ Ու մյուս կողմից հիմա ինքը զբաղված է Հայաստանի հետ, այն ինչ-որ կոնֆլիկտով, ռազմական կոնֆլիկտով, այդ պահանջները Իրանի դեմ դեռ վաղ է, ինքը չի կարող իրականացնել։ Ես նման ենթադրություն եմ անում, գուցե ես ճիշտ չեմ, բայց այս փաստերը համադրելով գալիս եմ այդ ենթադրությանը։ Բայց դուք արդեն ձեր խոսքում ներկայացրիք, որ Ադրբեջանը մեծ վնասներ կրի, բայց արդյոք Ադրբեջանը գոնե ինչ որ մինիմալ վնասներ կարող է հասցնել Իրանին։ Իսկ զորքերի քանակով, չգիտեմ, պատրաստվածությամբ, տեխնիկայով Ադրբեջանը հիմա հասունացվել է այնքան, որ Իրանի դեմ որոշակի գործողությունների առումով օգտագործվում։ Ես կարծում եմ, Ադրբեջանը ունի իրեն տվել են շատ լուրջ ռազմական տեխնիկա եւ այնտեղ կան մասնագետներ, որոնք կարող են հակաօդային պաշտպանություն կազմակերպել կամ կետային հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը բնականաբար նույնպես։ Հիմա եկեք Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջև համեմատություն անցկացնենք։ Նույնը կատարում էր Ուկրաինայում, չէ՞, Ուկրաինայում տալիս են լավ տեխնիկա, մասնագետներ, հետախուզական տվյալներ Ռուսաստանին հարվածելու համար եւ պատերազմի մեջ են, բայց երբ որ ժամանակը եկավ, Ուկրաինան զոհեցին, չէ, եւ գնացին պայմանավորվածության Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան, եւ նույնիսկ Եվրոպան սեղանի շուրջ չի, ինքը մենյու է սեղանի վրա եւ իրեն ոչ ոք չի հարցնում։ Հիմա արդյոք այդ նույն սցենարը չի կարող լինել Ադրբեջանում, այսինքն Ադրբեջանին զինեն, օգտագործեն Իրանի դեմ, ադրբեջանցիները գնան զոհվեն, բնականաբար նաև իրանցիները, դրանով պարտադրեն Իրանին գնալ որոշակի համաձայնության, եւ այդ համաձայնությունից հետո Ադրբեջանը կհայտնվի սեղանին, ինչպես Ուկրաինան։ Այսինքն նույն սցենարը, ինչ որ արեցին Ուկրաինայի հետ, այդ նույն սցենարը կարող է կատարվել Ադրբեջանի հետ։ Պարոն Դանիելյան, ձեր վերլուծությունը նաև հիմնավորում է Ադրբեջանի 2023 թվականին արված քայլերը Արցախի հայաթափման, որտեղ այդ պարագայում ունենալ հայերով բնակեցված Արցախ, դա նշանակում է հայերին տալ հնարավորություն ռևանշ անելու, այսինքն եթե Ադրբեջանը Իրանի հետ հակամարտության մեջ որոշակի դժվարություններ ուներ, եւ Իրանը կարող էր օգնել, եւ Արցախ հայերը կարող են որոշակի գործողությունների գնալ։ Արցախի հարցը չի լուծել, ինքը ոնց կարա Իրանի
Իրանի դեմ օգտագործվել, երբ որ իր երկրի ներսում ունի խնդիր, եւ երկրորդը ինքը ինչի պետքա Իրանի դեմ օգտագործվի, եթե ինքը իր դիվիդենդը դեռ չի ստացել։ Հիմա Ես դիվիդենտը իհարկե Արցախը Ադրբեջանի ես ասում եմ հայաթափումը նաև։ Այո, Որտեղ եթե չլիներ Իրանի հետ կապված նման սցենար, կարող էր ասել թե հայերը թող ապրեն մեր իրավունքներն, իրանք անվան արեցին որ հայաթափեն Արցախ, այսինքն այդ փոքր օջախն էլ չպիտի մնար այո, իր շանսով։ Հիմա ինչ հավանական ինչ շանսեր ունի Հայաստանը եթե այս սցենարը որտեղ տարբեր սցենարներ կարող են լինել, մենք քննարկում ենք սցենարներ, ոչ թե ասենք Թրամփի եւ Պուտինի սեղանի դրված քարտեզներն ու նյութերը չենք տեսել։ Որտեղ եթե այս տրամաբանությամբ նայում ենք, ապա ուրիշ ինչ ուներ անելու Հայաստանի իշխանությունը, բացի նրանից, որ համաձայնել այդ փաստաթղթին, եթե հերատես իշխանություն է, որպեսզի Ադրբեջանը ներքաշվի այլ պատերազմի մեջ։ Եվ այդ պատերազմի պարագայում ինչ անելիքներ ունի Հայաստանը։ Խոսքը այս վիճակից ելնելով, չէ, մենք անցյալ չենք գնում։ Ուրեմն այս վիճակում Հայաստանը ոչ մի դիվիդենդ չի կարող ունենալ եւ Հայաստանը խաղի մեջ չի, որտեղ մենք ունենք մի իշխանություն, որը միշտ պարտվել է այս 7 տարիների ընթացքում եւ շարունակում է պարտվել եւ միշտ սխալ քայլեր է անում եւ ինքը չի կարողանում ապագայի սցենարներ մշակել եւ երկրորդը ինքը չի կարող մոբիլիզացնել իր հասարակությունը։ Եթե ադրբեջանական թխվածքը կիսելու ժամանակը գա, Հայաստանին փայ չի հասնելու։ Այս իշխանության պարագայում Հայաստանին փայ չի հասնի, բայց եթե Հայաստանում լինի adekvat իշխանություն, որը կարողանա այն նման սցենարները հաշվի առնի եւ կարողանա հնարավոր դաշնակիցներ ձեռք բերել եւ ճիշտ քայլեր կատարել, ապա Հայաստանը կարող է շահել եւ այո, մենք Արցախը կարող ենք վերադարձնել։ Նման սցենար հնարավոր է, որտեղ Ադրբեջանը գնում է Ուկրաինայի ճակատագրով եւ նաեւ ինչն է հետաքրքիր, Ադրբեջանին կարող են այդ վիճակում դունել նույնիսկ Ադրբեջանի իշխանության ցանկություններից դեմ։ Օրինակի համար բերենք Սիրիայում այս վերջերս ինչ կատարվեց, չէ՞։ Սիրիայում Լիբանանից գողացան 3 սիրիացի սպա եւ սպանեցին, որից հետո սիրիական բանակը սկսեց ռմբակոծել Լիբանանին, Լիբանանում Հեզբոլլահը պատասխան անել եւ Հեզբոլլահն ասում է մենք այդ սպաներին մենք կապ չունենք, մենք այդ սպաներին չենք առևանգել եւ չենք սպանել, բայց կոնֆլիկտը արդեն ստեղծեցին, չէ՞։ Հիմա սա մի դասական օրինակ է, որտեղ տրամաբանության Հեզբոլլահին ինչի էր պետք 3 սպա առևանգի եւ սպանի, իմաստավորներ են էլ այս վիճակում։ Բնականաբար դա կազմակերպել է եւ ով ասեց, որ նման բան հնարավոր չէ կազմակերպել Ադրբեջանում, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ։ Այսինքն Ադրբեջանում, նույնիսկ Իրանում էլ, բայց Ադրբեջանում հատկապես այնքան երկրների հատուկ ծառայություններ կան, իր բիզնես համակարգը այնքան վերահսկողության տակ է առաջերտին Բրիտանիայի կողմից եւ Իսրայելի, նորից եմ կրկնում, հատուկ ծառայության լուրջ գրասենյակներ կան, որ Ադրբեջանում կարող են կատարել գործողություններ առանց Ադրբեջանի ցանկության եւ ներքաշել նման իրավիճակի մեջ։ Դա կատարելը բավականին հեշտ գործ է։ Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից առաջ, պարոն Դանիելյան, հիշում եք հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանում հայտնվեցին ցուցարարներ, ովքեր գրավեցին խորհրդարանը եւ ըստ էության, եթե անգամ Ալիևը չցանկանար 2020-ին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, Արցախի դեմ, այդ ցուցարարները ստիպելու էին պատերազմ սկսել, այսինքն համաձայն եմ ձեզ հետ եւ ձեր վերլուծության դրա հետ կապված նաեւ հետաքրքիր տվյալներ կան, դա եւ ասենք թուրքական շրջանակները կապ ունեն այդ հանրավարկների։ Ուրեմն Ադրբեջանում այն ժամանակ կար մի հայտնի կրիմինալ հեղինակություն օրենքոգով Լոթի Գյուլի, որին հետագայում սպանեցին, եւ մի հայտնի կրիմինալ հեղինակություն կար, որը աշխատում էր ներքին գործերի հետ ու ինքը երբ որ իր դեմ ինչ որ գործողություններ սկսվեց, ինքը փախավ Սաուդյան Արաբիա։ Հետո կարծեմ իրան հետ վերադարձրեցին։ Այնտեղ ինքը այդ դրվագի մասին գրել է, թե ինչպես են դա կազմակերպել։ Ուրեմն ինքը եւ Լոթի Գյուլին հունիսյան դեպքերից հետո այդ ցուցարարներին իրենք են կազմել։ Ինքը գրում է, որ մենք ենք կազմակերպել, մենք կազմակերպել են, իրենք մտան Ադրբեջանի
Միլիմեջլիսի շենք եւ դրանով Ադրբեջանի նախագահին ստիպեցին պատերազմ սկսել, այսինքն Թուրքիան ստիպեց պատերազմ սկսել եւ այդտեղ Կոչերը հիշում եք հանրապետություն, մենք ուզում ենք պատերազմ, պահանջում ենք պատերազմ։ Եվ դա Թուրքիան էր կազմակերպել, բայց կրիմինալ հեղինակությունների միջոցով։ Սա նույնպես մեթոդոլոգիա է, նման գործերը ինչպես են կազմակերպում։ Լավ, գանք Հայաստանի իշխանություններին, որոնք անատամ, այսպես իրենց բներում նստած են, բայց մյուս կողմից ներքին առումով կարծեք թե բավական ամուր են, թե այդպես չի։ Այսինքն այո, դրսում իրենք ժողովրդական մի խոսք կա, չէ, դրսում կատու են ճողում, ներսում առյուծ են բանանում, դառնում։ Այս մարդիկ բարձր արտաքինում տապալեր են, բայց ներսում ինչպես են կարողանում իշխանություն պահել։ Իրենց հարմար զգալ։ Շատ հետաքրքիր փորձադաշտ է Գյումրին։ Մենք տեսնում ենք Գյումրիի ԿՊ-ի այդ շրջանակի միջև ինչ գզվռտոցներ են գնում եւ այնտեղ ինչ հակասություններ կան իրար մեջ եւ նույն այդ ԿՊ-ականները X պահին կարող են նաեւ դուրս գալ ԿՊ-ի դեմ։ Այսինքն այն պատկերացումը, որ ԿՊ-ն բավականին ուժեղ է եւ ամուր է ներսի առումով, ես կարծում եմ այդպես չի։ Առաջին իսկ ցնցումի դեպքում, երբ որ վտանգը լինի, լուրջ վտանգ լինի իշխանության փոփոխության, այդ X պահին այդ ԿՊ-ի մեծ մասը փորձելու է ինքնաարդարացման եւ ինքնապրկության համար լքել խորտակվող նավը։ Եվ մենք կտեսնենք, որ ԿՊ-ն բավականին շատ թույլ կառույց է, որովհետեւ նման ինտելեկտուալ պոտենցիալով, նման անընդունակ լինելու կառավարելու, այս 7 տարվա ընթացքում ամեն ինչ տապալելով, ոչ մի բիզնես ծրագիր, լուրջ լոգիստիկ եւ այլն չկարողանալով իրականացնել, դրսի օգնությունները Եվրոմիության, Միացյալ Նահանգների, նաեւ տնտեսության զարգացման առումով իրենք չկարողացան օգտագործել եւ այդ ծրագրերի մի մասը հետ է գնում, որովհետեւ ունակ չեն մասնագիտական առումով։ Ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով, որ Հայաստանը բազմաթիվ դիվիդենդներ ստացավ, հա, պատերազմի պատճառով, այդ հնարավորությունները նույնպես իրենք չկարողացան օգտագործել, միայն մսխում են։ Հիմա նման կառույցը, նման կառավարման անընդունակ մարդիկ ինչպես կարող են կայուն համակարգ ձևավորել։ Այդ կայունությունը զուտ արտաքուստ է այդպես թվում։ Իրականում դա փլվելու է առաջին իսկ հարվածից հետո։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, միշտ հետաքրքիր է լսել ձեզ։ Ես հիշեցնում եմ զրուցում էի քաղաքագետ Ստեփան Դանիելյանից, տեսություն կհանդիպենք։